Ինչ ապօրինի իրավիճակ են ստեղծել, հա? Եվ այսօր մեր այստեղ հավաքվելու հենց նպատակը նա է, որ այս ամեն ինչը պետքա վերահսկելի լիներ կենտրոնական բանկի կողմից։ Կենտրոնական բանկը օրենքով սահմանված իր պարտավորությունների տիրույթում է, հա, վերահսկել առևտրային բանկերին, հա? Եթե կենտրոնական բանկը մինչ այս օրը դա արած լիներ, նախորդ 5 տարիների 20-21 թվականներից է, հա, այս իրավիճակը առաջացել այստեղ մարդիկ կան արդեն 2-3 տարի է, ինչ այդ խնդիրն ունեն, եւ տարիներ շարունակ կենտրոնական բանկը այդ գործառույթը չի արել, կենտրոնական բանկը այդ իր պարտավորությունը, այդ իր պարտականությունը նաեւ չի անում արդեն 2 ամիս է, երբ որ մենք ձայն ենք բարձրացրել, երբ որ մենք ըմբոստանում ենք, ընդվզում ենք ապօրինի պահանջների վերաբերյալ եւ բանկերի ոչ օրինաչափ գործողությունների վերաբերյալ նաեւ արտահայտվել էր մի քանի օր առաջ, չեմ հիշում ճիշտ օրը, գլխավոր դատախազներ արտահայտվել, չեմ հասկանում, այս մարդիկ ինչ են մտածում, այս մարդիկ ինչի պատշաճ կերպով իրենց պարտականությունները չեն կատարում, ինչի են քաղաքացիները հայտնվել այս իրավիճակի առաջ, հանիրավի գումարների պահանջը կոչվում է թալան։ Հանդիպում եք պահանջում Հանդիպում, այո, հանդիպում պահանջում եմ, բայց ոչ պատերի տակ, հանդիպում պահանջում ենք միայն ու միայն լրատվամիջոցների ներկայությամբ։ Թող այստեղ գան, մենք չենք գնալու իրանց սենյակները ծածուկ լսել իրենց ապօրինի մոտեցումները, հա, քաղաքացիներին համոզում են, որ ստորագրեք բանկերի կողմից առաջարկված պայմանագրերը սեղանին չդնելով պայմանագիր, հա, չունենալով փաստացի ձեռքներին թուղթ հորդորում են, որ գնացեք ստորագրեք ինչ-որ պայմանագրեր։ Ոչ, քաղաքացիները մերժել են եւ դրան համաձայն չենք, եթե բաներ կա ասելու, մենք այո, բազմաթիվ հարցեր ունենք ուղղված համակարգում աշխատողներին, պաշտոնյաներին, ունենք բազմաթիվ հարցեր, թող գան լրատվամիջոցների առաջ մեր հարցերին պատասխան տան։ Փակ սենյակներում, փակ անկյուններում մենք չենք հանդիպելու։ Առայժմ այսքանը, ես կխնդրեմ ասեք։ Դուք ասացիք, որ քաղաքացիների ստորագրությունը չկա այդ բանջարի տակ դրված։ Ապացուցողական բազան կամ բեռը, այսպես ասած, միայն այդ ստորագրությունն է, քանի որ բանկերը գաղտնիք չէ,